կարող են ձեզ մի քանի հարց ունեմ։ Ես բոլոր ձեր հարցերին կարծում եմ իմ ուղերձում անդրադարձել եմ, էլ իմաստը ո՞րն է։ Պարոն նախագահ, ամեն դեպքում ձեր ուղերձում նաև նշել եք ընդամենը 10 տարի առաջ կատարված միջոցառման մասին, երբ 100-ամյա տարելիցը ցեղասպանության մեծ մասշտաբներով նշվեց, այդ օրերին մեր կողքին էին բազմաթիվ երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ այսօր փաստացի, այսպես դեվոլյուցիան հաջողանալու փորձ է, թե այլ բան կա։ Ես չգիտեմ ինչ դա փաստ է։ Իսկ ենթադրել թե նրանք ինչ են մտածում, ինչու են անում անշնորհակալ գործը, որտեղ նրանք կարող են։ Հարցը առաջնային չէ իրենց համար եւ արդյոք այս քաղաքականությունը ուրացման քաղաքականություն չի հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունները ցեղասպանության ընկալման վերաբերյալ նաեւ։ Գիտեք, որ ասեմ 100% ուրացել են, չէ, հա, կարծես թե այսօր են եկել այստեղ եւ այլն, բայց իմ կարծիքով այդ ճանապարհին են։ Պարոն Սարգսյան, դրոշը դատապարտել են, տարիներ շարունակ այրել են դրոշը Թուրքիայի, Ադրբեջանի, այսօր դատապարտում են, ինչով եք սա բացատրում։ Ես նոր ասեցի, որ ինչ էլ դրանք անեն, ինչ էլ ասեն, միևնույն է, մեր ժողովրդի 80% ասելու է, որ նրանք դավաճան են։ Պարոն նախագահ, Այնպես որ նրանց ասացի վրա ուշադրություն դարձնելը անշնորհակալ գործ է։ Այդ ձեր ասածը, որ դավաճան են, 26 թվականի ընտրություններին կարտացոլվի ինչ-որ կերպ։ Ես կարծում եմ դա կարտացոլել նաև մինչև 26 թվականը։ Պարոն նախագահ, դուք ձեր այդ վերջին ելույթում հայտարարեցիք, որ ձեր թիմի գլխավոր նպատակը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ասում եք մինչև 26-ը դա կարտացոլվի։ Դուք ինչ որ հստակ ծրագիր ունի հանրապետական կուսակցությունը այդ իշխանափոխության ուղղությամբ ինչ եք ծրագրել, կարող եք։ Մենք առանց ծրագրի չենք գործում։ Այո, ունենք ծրագիր։ Բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակայնացնել։ Պայմանավորում, որ ինչ-որ հատված փորձում է Նիկոլ Փաշինյանին բերելը կապել ձեր եւ հանրապետականի հետ եւ դա անում է Ռոբերտ Քոչարյանի ու իր թիմը։ Գիտեք, ես շատ երկար եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը 25 տարուց ավելի։ Եվ միգուցե դրանով է նաև պայմանավորված, որ ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից, գործիչներից մեկն եմ։ Այնպես որ զրպարտությունները ինձ չեն զարմացնում եւ ոչ էլ զայրացնում են։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ այս պայն ինչ հարաբերություններ ունեք, ինչու համակիրների մակարդակով այս փոխհրաձգությունը առնվազն խոսքի եւ ի վերջո էշին համբուրողը ով է եղել։ Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրող մի հոգի չի եղել։ Շատ են։ Ասում են էշին ով աճեցրեց այս տարիներին, թողեց որ գա խորհրդարան, բանտից ազատեց։ Ինչ է նշանակում թողեց, ասենք խորհրդարանի բանալիներ իմ ձեռներ։ Չէ, որ բանտից ազատվեց համաներմամբ, հետո մտավ քաղաքական։ Բայց մենակ ինքը չի համաներմամբ ազատվել, չէ, բանտից ազատվել են համաներմամբ հարյուրավոր մարդիկ, այդ թվում նաև ինքը։ Իսկ այդ համաներումը կիրառվում էր, որպեսզի հասարակության մեջ թշնամանքը մեղմացվի։ Եվ ինչպես տեսակ, թշնամանքը մեղմացվեց։ Անկախության հռչակագրի հրաժարումը, որի մասին այսօր բոլոր մակարդակներով խոսում են նաև իշխանական սատելիտները, էլի ուրացման արար է, թե այլ պատճառներ կան, գուցե երկխոսություն, ինչի մասին խոսում են, կամ խաղաղության գործընթաց։ Ես չեմ կարծում, որ նրանք կարողանալու են հրաժարվել անկախության հռչակագրից։ Ինչու, պարոն նախագահ, հանրակրվեն տապալվի։ Որովհետև չեն հասցնի։ Ուղղակի չեն հասցնի։ Չեն կարող։ Ուղղակի չեն կարող։ Եթե երկրորդ կիրակի լինի հանրակրվե, ապա այդ հանրակրվեն չի կարելի։ Բոլոր ուսումնասիրությունները այդ մասին են խոսում։ Պարոն նախագահ, դա համարում եք Թուրքիայի պահանջը։ Եկեք պայմանավորվենք։ Այդ փողոցային պայքարը երբ է ստացվում։ Ալեն Սիմոնյանը ձեզ ասում է ամբողջօր հայտարարություններ անելուց առաջ հայլու մեջ նայեք, միգուցե ամաչեք։ Ինչ-որ բան կա, որի համար դուք կարող եք ամաչել։ Եթե ամաչելուց ենք խոսում, ձեր նշած այդ անձնավորությունը, նրա հետ մի 70-80 հոգի, այդ մասին ընդհանրապես պետք է լռեն, որտեղ իրենք կարմրեն, երբ որ նայեն հայելու մեջ։ Փողոցային պայքարը
Հայաստանին հեռացնելու ձեր այս հայտարարությունը հաջողությամբ կպսակվի, որովհետև իր պաշտոնավարումից հետո բազմաթիվ այդպիսի փորձեր ամեն դեպքում ընդդիմությունը չի հաջողել հավարտել, հասցնել նպատակին, վերջնակետին։ Միգուցե հարցը հասունացված չէր, հիմա հասունացած է։ Այդ բոլոր շարժումները բերել են եւ հարցը հասունացրել է։ Ով է առաջնորդելու փողոցային շարժումը, պարոն Սարգսյան, որացիք լինելու է։ Ով ատառակելությունը կարողանա ստանձնել։ Ստանձնել երկրի ղեկավարումը նորից, պարոն նախագահ։ Բայց մինչև այդ մենք չգիտենք, չէ՞ որ Սրբազանը այդպիսի առաջնորդություն ստանձնել, բայց ստանձնել։ Իսկ հիմա գիտենք Պարոն նախագահ, իսկ դուք պատրաստ եք նորից առաջնորդել երկիրը։ Ոչ։